Մենակությունը ծանր բեռի պես նստել էր ուսերին, երբ նա նայում էր նոր կահավորված տան լռությանը։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ այդ թեստը բացահայտում է մի ճշմարտություն, որը նա չի կարող անտեսել։ Վերջին լքվածության արձագանքը դեռ հնչում է նրա հիշողության մեջ, բայց հիմա նա նորից հայտնվում է այն փորի առաջ, որի գոյության մասին չգիտեր։ Եվ ժամանակի մեջ սառած այդ պահին այն ամենը, ինչ թողնվել էր անցյալում, վերադառնում է կործանարար ուժով։ Եթե սիրում եք այսպիսի հուզիչ սիրային պատմություններ, ապա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք դիտում։ Ես շատ եմ ուզում իմանալ։ Անձրը ուժգին թխկթխկում էր Երանի Շենգավիթ թաղամասի փոքրիկ բնակարանի պատուհաններին։ Անահիտը նայում էր հյուրասենյակում դարսված արկղերին, դեռ ուժ չունենալով բացելու այն սակավաթիվ կահույքը, որը կարողացել էր գնել։ Նրա մատները դողում էին, բռնած հղիության դրական թեստը, այդ պլաստմասե կտորը, որը պիտի ընդմիշտ փոխեր իր կյանքը։ 3 ամիս։ 3 ամիս էր անցել, ինչ Արմանը դուրս էր եկել հենց այդ բնակարանի դռնից, ասելով խոսքեր, որոնք դեռ արձագանքում էին նրա մտքում գետնին փշրվող ապակու պես։ Երեխան խարիսխ է, Անահիտ։ Ես հիմա չեմ կարող կանգ առնել։ Իմ կարիերան թափ է հավաքում։ Նա զգաց, թե ինչպես ստամոքսը խառնվեց։ Չգիտեր, հղիության սրտխառնոցից էր, թե այն սառը, հաշվարկված խոսքերի հիշողությունից, որոնք ասել էր մի մարդ, ում կարծում էր, թե ճանաչում է։ Արմանը միշտ էլ նպատակասլաց էր, ռացիոնալ, կենտրոնացած։ Բայց նա երբեք չէր պատկերացնի, որ այդ կենտրոնացվածությունը լիովին կբացառի ընտանիքի հնարավորությունը։ Իր կողքին ապագա ունենալու հնարավորությունը։ Անահիտը բուժքույր էր նոր Նորքի պետական հիվանդանոցներից մեկում։ Ճանաչում էր ցավը, հոգնածությունը, գոյատելու համար կրկնակի աշխատող մարդկանց ամենօրյա պայքարը։ Բայց նա ճանաչում էր սերը, կարեկցանքը, առաջին անգամ իր երեխային գրկած մոր երախտագիտության հայացքը։ Նա միշտ էր ուզեցել մայր լինել։ Միշտ երազել էր այդ պահի մասին։ Պարզապես չէր պատկերացնում, որ մենակ կլինի։ Հեռախոսը զանգեց։ Դավիթն էր։ Անի, օրորոցը հավաքել ես։ Կարող եմ աշխատանքից հետո անցնել։ Դավիթը նրա մանկության ընկերն էր, դեռ դպրոցական տարիներից։ Նա իրավաբան էր դարձել, բայց երբեք չէր կորցրել իր պարզությունը, բարությունը, մշտական ներկայությունը։ Այն օրվանից, երբ իմացել էր հղիության մասին, Դավիթը նրա կողքին էր։ Շատ հարցեր չէր տալիս, չէր դատում։ Պարզապես օգնում էր։ Ծանր բաներ էր տանում, կահույք հավաքում, տիկին Հասմիկին, մորը բժշկի տանում, երբ Անահիտը հերթապահության էր լինում։ Հա, համաձայն եմ։ Շնորհակալ եմ, Դավ։ Նա անջատեց հեռախոսը, նայեց լոգարանի մշուշոտ հայելու մեջ իր արտացոլանքին։ Դեմքը հոգնած էր, աչքերը ուռած թաքուն լաց լինելուց։ Բայց մի նոր բան կար այնտեղ։ Մի ուժ, որը նա չէր ճանաչում։ Մի վճռականություն, որը ծնվում էր ներսից, կարծես իր ներսի երեխան արդեն քաջություն էր տալիս առաջ շարժվելու։ Անահիտը չորացրեց դեմքը, գնաց խոհանոց։ Տիկին Հասմիկը ոսպով ապուր էր պատրաստում, այն ծանոթ բույրը, որը միշտ հանգստացնում էր ցանկացած փոթորիկ։ Մամ, մի բան պետք է ասեմ քեզ։ Տիկին Հասմիկը դանդաղ շրջվեց, ձեռքերը սրբելով ծաղկավոր գոգնոցին։ Նա ուներ այն հայացքը, որը կարծես ամեն ինչ գիտեր նախքան լսելը։ Ուժեղ կին էր, կոշտացած ձեռքերով, հսկայական սրտով։ Անահիտին մենակ էր մեծացրել այն բանից հետո, երբ ամուսինը հեռացել էր, երբ դուստրը ընդամենը 5 տարեկան էր։ Գիտեր, թե ինչ է նշանակում միայնակ մայր լինել։ Գիտեր դրա ծանրությունը, պայքարը, ցավը։ Դու հղի ես, այնպես չէ։ Անահիտը գլխով արեց, արցունքները նորից սկսեցին հոսել։ Տիկին Հասմիկը մի կողմ դրեց գոգնոցը, ամբողջ ուժով գրկեց դստերը։ Ոչինչ չասաց։ Կարիք էլ չկար։ Այդ գրկախառնությունն արդեն ամեն ինչ ասում էր։ Ասում էր, որ նա մենակ չէ։ Որ երբեք մենակ չի լինի։ Նա գիտի։ Ոչ։ Եվ չի էլ իմանա։ Նա հստակ հասկացրեց, որ ընտանիքը խանգարում է։ Որ երեխան բեռ է։ Ես ոչ ոքի ներկայությունը չեմ մուրալու, մամ։ Ես այս երեխային կմեծացնեմ արժանապատվությամբ, սիրով, իմ ձով։ Տիկին Հասմիկը մի փոքր հեռացավ, դստեր դեմքը բռնելով ձեռքերի մեջ։ Դու ուժեղ ես, աղջիկս։ Ավելի ուժեղ, քան պատկերացնում ես։ Բայց հիշիր, որ հպարտությունը երեխայի փորը չի կշտացնի։
Եթե նա հայրն է, ուրեմն պատասխանատվություն ունի։ Գիտեմ, մամ։ Բայց ոչ հիմա։ Հիմա ես ուզում եմ ուղղակի պատրաստվել։ Ուզում եմ սենյակը կահավորել, շորիկները գնել, նախածննդյան հսկողությունը ճիշտ անցնել։ Մնացածը հետո կտեսնենք։ Շաբաթներն անցնում էին։ Անահիտն աշխատում էր իր հերթափոխներով հիվանդանոցում, հոգնած վերադառնում, բայց միշտ էներգիա էր գտնում բնակարանը կարգի բերելու, թաղամասի ընկերուհիների նվիրած շորիկները լվանալու, կամաց օժիտը հավաքելու համար։ Դավիթը միշտ հայտնվում էր, տակտիրների տուփեր բերելով, օգնելով երեխայի սենյակի պատը փափուկ դեղին գույնով ներկել։ Նա երբեք չէր խոսում Արմանի մասին։ Երբեք չէր հարցնում։ Բայց Անահիտը գիտեր, որ նա գիտի։ Եվ մի տարօրինակ բան էր զգում Դավթի հայացքում վերջին շրջանում։ Մի քնքշություն, խառնված մի բանի հետ, որը նա չէր կարողանում անվանել։ Մի շաբաթ օր տիկին Հասմիկը դասավորում էր խյուսի տարաները, որոնք զեղչով գնել էր սուպերմարկետից։ Անահիտը նստեց խոհանոցի սեղանի մոտ, ձեռքն արդեն կլորացած փորին։ Մամ, քո կարծիքով ես ճիշտ եմ վարվում, որ նրան չեմ ասում։ Տիկին Հասմիկը դադարեցրեց իր գործը, նստեց դստեր կողքին։ Աղջիկս, այս իրավիճակում ճիշտ կամ սխալ գոյություն չունի։ Գոյություն ունի այն, ինչ դու կարող ես տանել։ Եթե զգում ես, որ այս ժամանակը քեզ պետք է ուժեղանալու համար, ուրեմն ճիշտ է։ Բայց վաղ թե ուշ, կյանքը ձեզ կհանդիպեցնի։ Եվ այդ ժամանակ դու կիմանաս, թե ինչ անել։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Գիտեր, որ մայրը ճիշտ է։ Բայց առայժմ նա ուզում էր ապրել օրվա հոգսերով։ Հիվանդանոցում ամեն ինչ իր սովորական հունով էր ընթանում։ Ծանր հերթափոխներ, շտապ դեպքեր, փրկվող հրաժեշտ տվող կյանքեր։ Անահիտը խուսափում էր անցնել մանկաբարձական բաժանմունքի մոտով, որտեղ գիտեր, որ Արմանը երբեմն հերթապահում էր։ Նա բժիշկ էր, բայց այլ ոլորտի։ Անահիտը երբեք լավ չէր հասկացել։ Միայն գիտեր, որ նա լավն էր իր գործում, հավակնոտ, միշտ հաջորդ կոչման, հաջորդ մասնագիտացման հետից ընկած։ Մի երկուշաբթի առավոտ Անահիտը բուժքույրական կետում մի գրություն ստացավ։ Բժշկուհի Մարիամից էր, իր մանկաբարձ գինեկոլոգից, որը խնդրում էր իրեն գնալ մասնավոր կլինիկա, որտեղ նա անցնում էր նախածննդյան հսկողությունը, շտապ զրույցի համար։ Անահիտի սիրտը բաբախեց։ Շտապը երբեք լավ նշան չէր։ Նա դեռ հիվանդանոցի համազգեստով նստեց մետրո, իջավ երիտասարդական կայարանում, շտապ քայլեց դեպի կլինիկա, ապակեպատ, էլեգանտ մի շենք, որն այնքան տարբեր էր այն աշխարհից, որտեղ ինքն էր ապրում։ Ընդունարանի աշխատակցուհին նրան դիմավորեց մեխանիկական ժպիտով։ Անահիտ Ալեքսանյան։ Այո, ես եմ։ Բժշկուհի Մարիամը խնդրեց տեղեկացնել, որ ընտանեկան խնդիրների պատճառով այսօր չի կարող ձեզ ընդունել։ Բայց մի անհանգստացեք, մենք կարողացանք ձեզ տեղավորել մեկ այլ մանկաբարձ գինեկոլոգի մոտ։ Բժիշկն արդեն սպասում է ձեզ։ Երրորդ սենյակում։ Անահիտը թեթացում զգաց, խառնված անհանգստության հետ։ Նրան պետք էր այդ ուլտրաձայնային հետազոտությունը։ Արդեն 28-րդ շաբաթում էր պետք է իմանար, թե արդյոք ամեն ինչ կարգին է երեխայի հետ։ Նա անցավ լուսավոր միջանցքով, հետո մշուշոտ ապակե դռնով մտավ մութ սենյակ, որտեղ միայն ուլտրաձայնային սարքի կապտավուն լույսն էր լուսավորում միջավայրը։ Բարձ ես, կարող եք պառկել թախտին, խնդրեմ։ Ես գելը կքսեմ, մենք կսկսենք հետազոտությունը։ Անահիտը հնազանդվեց, պառկեց սառը թախտին, բարձրացրեց վերնաշապիկը, բացելով փորը։ Բժիշկը մեջքով կանգնած էր, սարքավորումը կարգավորելով։ Նա չէր կարողանում լավ տեսնել նրա դեմքը։ Մինչ որ նա շրջվեց, ձեռքին բռնած տվիչը։ Ժամանակը կանգ առավ։ Արման։ Անահիտը զգաց, կարծես սենյակի ողջ օդը ներս քաշվեց։ Նրա աչքերը հանդիպեցին նրա աչքերին, այդ պահին ամեն ինչ վերադարձավ։ Ցավը, զայրույթը, վիրավորանքը, բայց նա սերը, որը նա այդքան փորձել էր թաղել։ Արմանը քարացավ։ Տվիչը սահեց նրա ձեռքից չոր ձայնով ընկավ գետնին։ Անահիտ։ Նա ասաց նրա անունը, կարծես ուրվական տեսած լիներ։ Նրա աչքերը դանդաղ իջան նրա դեմքից դեպի բաց, կլորացած, անժխտելի փորը։ Նրա շնչառությունը կտրվեց։ Դու հղի։ Ես։ Անահիտը նստեց թախտին, դողացող ձեռքերով իջեցնելով վերնաշապիկը։ Նրա հպարտությունը գոռում էր, որ վազելով հեռանա այնտեղից։
բայց ոտքերը չէին հնազանդվում։ Նա բացեց բերանը, բայց ոչ մի բառ դուրս չեկավ։ Արմանը մի քայլ առաջ արեց, դեռ շոկի մեջ։ Քանի՞ ամսական։ 7։ Նա ասաց ցածրաձայն, գրեթե շշուկով։ Արմանը մտքում արագ հաշվարկ արեց։ Դեմքը գունատվեց։ Դա իմն է։ Անահիտը զգաց, թե ինչպես զայրույթը բարձրացավ կրծքավանդակով, այրելով կրակի պես։ Դու դեռ հարցնելու երես ունես։ Ոչ, ես ուղղակի։ Անահիտ, ինչու ինձ չես ասել։ Իսկ ինչու պետք է ասեի։ Դու հստակ հասկացրիր, որ երեխան խարիսխ է, որ ընտանիքը խանգարում է քո ծրագրերին։ Կարծեցի, քեզ լավություն եմ անում։ Նրա ձայնը դուրս եկավ կտրուկ, լի մի ցավով, որն այլս հնարավոր չէր թաքցնել։ Արմանը ձեռքը տարավ մազերի միջով, հուսահատված։ Անահիտ, ես չգիտեի։ Եթե իմանայի, ինչ կիմանայիր, Արման։ Կմնայիր խղճահարությունից։ Պարտականությունից։ Ես դրանցից ոչ մեկը չեմ ուզում։ Ես քո կարիքը չունեմ։ Բայց դա իմ երեխան է։ Դա իմ երեխան է։ Իմը։ Ես եմ կրում։ Ես եմ մեծացնում։ Դու քո ընտրությունը կատարել ես։ Նրանց միջ տիրող լռությունը խիտ էր, ծանր, լի այն ամենով, ինչ երբեք չէր ասվել։ Արմանը փորձեց մոտենալ, բայց Անահիտը վեր կացավ թախտից, վերցնելով պայուսակը։ Ես գնում եմ։ Այլ կլինիկա կփնտրեմ։ Սպասիր։ Խնդրում եմ։ Թույլ տուր հետազոտությունն անեմ։ Դու պետք է իմանաս, թե արդյոք ամեն ինչ կարգին է երեխայի հետ։ Անահիտը կանգ առավ դռան մոտ։ Գիտեր, որ նա ճիշտ է։ Երեխան առաջին տեղում էր։ Միշտ առաջին տեղում կլիներ։ Նա խորը շունչ քաշեց, վերադարձավ թախտին, նորից պառկելով առանց Արմանին նայելու։ Նա աշխատում էր լռության մեջ, ձեռքերը դեռ թեթակի դողում էին։ Սառը գելը քսեց նրա փորին, սկսեց շարժել տվիչը։ Պատկերը հայտնվեց էկրանին։ Եվ հետո, ինչպես լռությունը խախտող սիմֆոնիա, երեխայի սրտի ձայնը լցրեց սենյակը։ Թում-թում, թում-թում, թում-թում։ Արմանը դադարեց շարժվել։ Նրա աչքերը սերվեցին էկրանին, այն փոքրիկ, կատարյալ, իրական էակի պատկերին։ Իր որդուն։ Նրա շունչը կանգնեց կոկորդում։ Անահիտը նույնպես նայում էր էկրանին, զգալով, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով։ Որովհետև այնտեղ, այդ սառը անդեմ սենյակում, ցանկացած վիրավորանքից կամ հպարտությունից ավելի մեծ բան կար։ Մի կյանք, որը նրանք ստեղծել էին միասին, նույնիսկ առանց ցանկանալու, նույնիսկ առանց պլանավորելու։ Նրա հետ ամեն ինչ կարգին է։ Նա հիանալի է աճում։ Տղա է։ Արմանն ասաց ցածրաձայն, գրեթե անձայն։ Անահիտը փակեց աչքերը, թույլ տալով, որ արցունքներն ազատ հոսեն։ Տղա։ Նա շշնջաց։ Եվ առաջին անգամ հղիության մասին իմանալուց հետո, նա թույլ տվեց իրեն երազել նրա դեմքի մասին։ Աչքերի, ժպիտի, փոքրիկ ձեռքերի մասին։ Արմանը լռության մեջ ավարտեց հետազոտությունը, զգուշությամբ մաքրեց գելը, նրա փորից հեռացավ։ Անահիտը վեր կացավ, ուղղեց հագուստը, նորից վերցրեց պայուսակը։ Այս անգամ նա նայեց ուղիղ նրա աչքերի մեջ։ Շնորհակալ եմ հետազոտության համար։ Բայց ես քեզ իմ կյանքում չեմ ուզում պարտականությունից ելնելով, Արման։ Եթե ուզում ես նրա կյանքի մասը լինել, պետք է ապացուցես, որ արժանի ես։ Եվ ոչ թե փողով, այլ ներկայությամբ։ Նա դուրս եկավ սենյակից, առանց հետ նայելու, թողնելով Արմանին մենակ որդու սրտի ձայնի արձագանքների հետ, որոնք դեռ հնչում էին նրա ականջներում։ Նա ընկավ աթոռին, դեմքը թաքցնելով ձեռքերի մեջ։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ, այն մարդը, որը միշտ վերահսկում էր ամեն ինչ, որը միշտ պլանավորում էր յուրաքանչյուր քայլ, իրեն լիովին կորցրած զգաց։ Հավանեցիք այս պատմությունը։ Ասացեք ինձ ձեր կարծիքը այս պատմության մասին, թե ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Երբ Անահիտը տուն հասավ, արդեն գիշեր էր։ Թաղամասի լույսերը թույլ թարթում էին, պողոտայի մեքենաների աղմուկը խառնվում էր ռադիոյի ինչ-որ երաժշտության հեռավոր ձայնին։ Նա մտավ բնակարան, գտավ տիկին Հասմիկին հյուրասենյակում, ձեռքով թանձիֆե անձեռոցիկներ կարելիս, օգտագործելով այն կտորի կտորտանքները, որոնք գտնում էր փեթակ տոնավաճառի խանութներում։
Աղջիկս, ինչպես անցավ հետազոտությունը։ Անահիտը պայուսակը գցեց բազմոցին, նստեց մոր կողքին, դեռ փորձելով ընկալել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Ինչպես պատմել։ Ինչպես բացատրել այդ անհեթեթ վերամիավորումը, այդ սյուրռեալ պահը ուլտրաձայնային հետազոտության սենյակում։ Մամ, դու չես հավատա։ Տիկին Հասմիկը մի կողմ դրեց կարը, բռնեց դստեր ձեռքը։ Ինչ է պատահել։ Երեխան լավ է։ Լավ է։ Նրա հետ ամեն ինչ կարգին է։ Տղա է։ Տիկին Հասմիկը ժպտաց, քնքշորեն սեղմելով դստեր ձեռքը։ Տղա։ Փառք Աստծո։ Բայց ինչ է պատահել։ Դու գունատ ես։ Անահիտը խորը շունչ քաշեց, պատմեց։ Պատմեց բժիշկների փոփոխության, այդ սենյակ մտնելու, այն պահի մասին, երբ Արմանը շրջվեց, նրանց հայացքները հանդիպեցին։ Պատմեց երեխայի սրտի ձայնի, նրա արտահայտության, իրենց փոխանակած խոսքերի մասին։ Տիկին Հասմիկը լսեց ամեն ինչ լռության մեջ, երբ Անահիտն ավարտեց, խորը հոգոց հանեց։ Ուրեմն նա գիտի։ Հիմա գիտի։ Իսկ դու ինչ ես անելու։ Ոչինչ։ Ես արդեն ասել եմ նրան։ Եթե ուզում է մասնակցել, պետք է ապացուցի։ Ես փշրանքներ չեմ ընդունում, մամ։ Ես մեղքի զգացումից բխող ներկայություն չեմ ընդունում։ Տիկին Հասմիկը գլուխը թափ տվեց, վերսկսելով կարը։ Դու հորդ պես հպարտ ես։ Բայց հիշիր, աղջիկս, հպարտությունը երեխա չի մեծացնում։ Այդ տղային հայր է պետք լինելու։ Հայր կունենա, եթե հայրը ցանկանա հայր լինել։ Ես ոչինչ չեմ պարտադրելու։ Այդ նույն գիշեր Անահիտի հեռախոսը զանգեց։ Համարը նա անգիր գիտեր, թե ջնջել էր կոնտակտներից։ Արման։ Նա նայեց լուսավորված էկրանին, սիրտը սեղմված։ Թողեց զանգի, մինչ անցավ ձայնային փոստ։ 5 րոպե անց նորից զանգեց։ Եվ նորից։ Եվ նորից։ 4-րդ զանգին տիկին Հասմիկը նայեց դստերը։ Պատասխանիր։ Լսիր, թե ինչ ունի ասելու։ Ոչինչ խոստանալու կարիք չկա, բայց լսիր։ Անահիտը դողացող ձեռքով վերցրեց հեռախոսը, պատասխանեց։ Ալո։ Անահիտ, շնորհակալ եմ, որ պատասխանեցիր։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Անձամբ։ Խնդրում եմ։ Նրա ձայնը տարբեր էր։ Ավելի քիչ վերահսկվող, ավելի քիչ սառը։ Գրեթե խոցելի։ Խոսելու բան չկա, Արման։ Կա։ Շատ բան կա։ Ես գիտեմ, որ սխալվել եմ։ Գիտեմ, որ հիմարի պես եմ վարվել։ Բայց թույլ տուր խոսեմ, գոնե մեկ անգամ։ Անահիտը նայեց մորը, որը քաջալերող գլխով արեց։ Վաղը։ Ժամը 3-ին։ Շենգավիթի այգում։ Ես թաղամասից դուրս չեմ գալու։ Ես այնտեղ կլինեմ։ Նա անջատեց, Անահիտը մնաց, նայելով հեռախոսին, կարծես այն ցանկացած պահի կարող էր պայթել։ Ինչ էր նա արել։ Ինչու էր համաձայնել։ Հաջորդ օրը Անահիտը վաղ արթնացավ, հանգիստ հագնվեց, հագավ բաց կապույտ զգեստ, որը մի փոքր թաքցնում էր փորը, թե գիտեր, որ այլևս ոչինչ թաքցնելն իմաստ չունի։ Դավիթն առավոտյան անցավ, բերելով մանկասայլակ, որը գտել էր օգտագործված իրերի խանութում։ Լավ գնով գտա։ Բոլորովին նորի պես է։ Տերը ասաց, որ թորնիկը քիչ է օգտագործել։ Շնորհակալ եմ, Դավ։ Դու հրեշտակ ես։ Դավիթը ժպտաց, բայց նրա հայացքում մի տարօրինակ բան կար։ Մի բան, որ Անահիտը նկատում էր վերջին շաբաթներին, բայց զարթնում էր, թե չի տեսնում։ Անի, կարող եմ մի բան հարցնել։ Իհարկե։ Դու լավ ես։ Իսկապես։ Անահիտը նստեց բազմոցին, Դավիթը նստեց նրա կողքին։ Նա գիտեր, որ նա արժանի է ազնվության։ Երեկ տեսա Արմանին։ Դավիթն անմիջապես լարվեց։ Ինչպես թե։ Նա փոխարինող բժիշկն էր։ Իմ ուլտրաձայնային հետազոտությունն արեց։ Իմացավ երեխայի մասին։ Իսկ ինչ ասաց։ Որ ուզում է խոսել։ Այսօր պետք է հանդիպեմ նրան։ Դավիթը հայացքը փախցրեց, նյարդային շարժելով ձեռքերը։ Իսկ դու դա ուզում ես։ Չգիտեմ, Դավ։ Չգիտեմ, ինչ եմ ուզում։
Միայն գիտեմ, որ նա հայրն է, որ գուցե պետք է լսեմ, թե ինչ ունի ասելու։ Դավիթը գլխով արեց, բայց Անահիտը կարող էր տեսնել լարվածությունը նրա ուսերին։ Եթե իմ կարիքը լինի, ուղղակի զանգիր։ Ես ամեն ինչ կթողնեմ ու կգամ։ Գիտեմ։ Շնորհակալ եմ։ Ժամը 3-ին Անահիտը նստած էր այգու նստարանին, դիտելով խաղահրապարակում խաղացող երեխաներին, խմբերով զրուցող մայրերին, իր գունավոր սայլակը հրող պաղպաղակ վաճառողին։ Արը ուժեղ էր, նա ձեռքով պաշտպանում էր աչքերը, երբ տեսավ Արմանի մոտենալը։ Նա տարբեր էր։ Առանց սպիտակ խալաթի, առանց կոշտ կեցվածքի։ Հագել էր պարզ վերնաշապիկ, ջինս, սպորտային կոշիկներ։ Ավելի մարդկային էր թվում։ Ավելի իրական։ Նա դանդաղ մոտեցավ, նստեց նրա կողքին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Շնորհակալ եմ, որ եկար։ Դու 5 րոպե ունես։ Արմանը ձեռքը տարավ մազերի միջով, մի ժեստ, որը նա լավ գիտեր։ Նա դա անում էր, երբ նյարդայնանում էր։ Երեկվանից չեմ քնել։ Ամբողջ գիշեր մտածել եմ, ամեն ինչ վերլուծել գլխումս։ Եվ ես պետք է, որ դու իմանաս, որ ես շատ եմ ցավում։ Այն ամենի համար, ինչ ասել եմ։ Որ հեռացել եմ։ Որ չեմ հասկացել, թե ինչն է իրականում կարոր։ Անահիտը նայում էր առաջ, առանց նրան նայելու։ Դու ասացիր, որ երեխան խարիսխ է։ Որ ընտանիքը խանգարում է։ Այդ խոսքերը հնարավոր չէ ջնջել, Արման։ Գիտեմ։ Եվ ես սխալ էի։ Լիովին սխալ։ Ես այնքան էի կենտրոնացած կարիերայի վրա, ապացուցելու, որ բավականաչափ լավն եմ, կյանքում առաջ գնալու վրա, որ մոռացել էի ապրել։ Իսկապես ապրել։ Անահիտը շրջվեց դեպի նա, աչքերը փայլում էին։ Իսկ հիմա։ Հիմա ուզում ես ընտանիք խաղալ, որովհետև իմացար, որ ես հղի եմ։ Որովհետև խղճացիր։ Որովհետև խիղճդ տանջեց։ Ոչ։ Խղճահարություն չէ։ Դա իրական է, Անահիտ։ Երբ ես տեսա այդ պատկերը էկրանին, երբ լսեցի նրա սրտի բաբախյունը, ես մի բան զգացի, որ երբեք չէի զգացել։ Մի հսկայական վախ, բայց նա պաշտպանելու, հոգ տանելու, ներկա լինելու անհավանական ցանկություն։ Խոսքերը հեշտ են, Արման։ Գործերն են դժվար։ Գիտեմ։ Դրա համար էլ ուզում եմ ապացուցել։ Թույլ տուր մասնակցեմ։ Քո ուզած ձով։ Քո ուզած ժամանակ։ Բայց թույլ տուր ճանաչեմ իմ որդուն։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքներն այրում աչքերը։ Նրա մի մասը ուզում էր հավատալ։ Ուզում էր նրան հնարավորություն տալ։ Բայց վիրավորված, հպարտ մասը դեռ գոռում էր, որ պաշտպանվի։ Ես չգիտեմ, կարող եմ նորից քեզ վստահել։ Ես կվաստակեմ քո վստահությունը։ Նույնիսկ եթե տարիներ պահանջվեն։ Ես կապացուցեմ, որ փոխվել եմ։ Նրանք լուռ մնացին, դիտելով այգին, վազող երեխաներին, շուրջը տեղի ունեցող կյանքը։ Եվ հետո Անահիտը զգաց մի ուժեղ ծակոց փորում, որին հաջորդեց շարժում։ Երեխան շարժվում էր։ Բնազդաբար նա ձեռքը տարավ փորին։ Արմանը նկատեց։ Նա Անահիտը գլխով արեց։ Եվ առանց շատ մտածելու, առանց իրեն թույլ տալու վերլուծել, նա վերցրեց Արմանի ձեռքը, դրեց իր փորի վրա։ Նրա աչքերը լայն բացվեցին, երբ զգաց շարժումը, մի փոքր ճնշում ափի դեմ։ Մի հեկեկոց դուրս պրծավ նրա կոկորդից։ Աստված իմ։ Նա շարժվում է։ Այո։ Նա ուժեղ է։ Շատ է խփում։ Արմանը ձեռքը պահեց այնտեղ, լիովին հիպնոսացած, կարծես մի սուրբ բանի էր դիպչում։ Եվ Անահիտը, տեսնելով այդ անկեղծ հուզմունքը նրա դեմքին, զգաց, որ իր ներսում մի բան զիջեց։ Ընդամենը մի փոքր։ Ընդամենը մի ճեղք։ Դու կարող ես գալ խորհրդատվությունների։ Եթե ուզում ես։ Բայց միայն եթե լուրջ ես խոսում։ Ես դատարկ խոստումներ չեմ ուզում։ Ես լուրջ եմ խոսում։ Ավելի լուրջ, քան երբեք եղել եմ իմ կյանքում որևէ բանի շուրջ։ Ապա ապացուցիր։ Հաջորդ օրերին Արմանը սկսեց հայտնվել։ Ոչ թե, այլ մշտական։
Նա զանգում էր, իմանալու, թե ինչպես է Անահիտը, հաղորդագրություններ էր ուղարկում, հարցնելով, թե արդյոք նա որևէ բանի կարիք ունի, հայտնվում էր բնակարանի դռան մոտ հղիության մասին գրքերով, շուկայից թարմ մրգերով, մեքենայի համար մանկական աթոռակով։ Տիկին Հասմիկը դիտում էր ամեն ինչ թերահավատության հույսի խառնուրդով։ Նա տեսնում էր ջանքերը, բայց նա տեսնում էր դստեր անվստահությունը, նորից վիրավորվելու վախը։ Նա փորձում է, աղջիկս։ Գիտեմ, մամ։ Բայց փորձելը բավարար չէ։ Ես պետք է հետողականություն տեսնեմ։ Իսկ Դավիթը… Նա շարունակում է գալ։ Շարունակում է։ Բայց տարբեր է։ Ավելի լուռ։ Կարծում եմ, նրան դուր չեկավ, որ Արմանը վերադարձել է։ Դավիթը քո հանդեպ զգացմունքներ ունի։ Ցանկացած կույր դա կտեսնի։ Անահիտը հոգոց հանեց։ Նա գիտեր։ Խորքում միշտ գիտեր։ Բայց ինչպես վարվել դրա հետ հիմա, այս ամբողջ խառնաշփոթի մեջ։ Շաբաթվա վերջին թաղամասի ընկերուհիները անակնկալ մանկական խնջույք կազմակերպեցին Անահիտի համար։ Դա տիկին Վարդուհու, վերի հարկի Հարանուհու տանն էր, որը փոքր, բայց բույսերով լի բակ ուներ։ Նրանք զարդարել էին կապույտ դրոշակներով, տնական տորթ էին թխել, պարզ, բայց օգտակար նվերներ էին բերել, տակտիրներ, սրբիչներ, օճառներ, սիրով լվացված երկրորդ ձեռքի շորիկներ։ Անահիտը հասավ կեսօրին, բերված տիկին Հասմիկի կողմից, որը ինչ-որ պատրվակ էր հորինել։ Երբ նա մտավ բակ, տեսավ այդ ամբողջ պատրաստությունը, այդ բոլոր մարդկանց, ովքեր սիրում էին իրեն, արցունքները թափվեցին։ Դուք անհավանական եք։ Ես արժանի չեմ։ Արժանի ես, ծաղիկս։ Դու ամենալավին ես արժանի, ասաց տիկին Վարդուհին, նրան ամուր գրկելով։ Խնջույքը աշխույժ էր, երբ միսը Մերսեդես կայանեց տան դիմաց։ Արմանն իջավ, տանելով մի հսկայական տուփ, փաթաթված թանկարժեք նվերի թղթով։ Նա իմացել էր խնջույքի մասին հիվանդանոցի բուժքույրերից մեկի միջոցով որոշել էր գալ։ Մթնոլորտն անմիջապես փոխվեց։ Կանայք լարվեցին։ Դավիթը, որն օգնում էր խորտիկները մատուցել, ամբողջովին քարացավ։ Արմանը քայլեց դեպի բակ, տանելով այդ անհամաչափ տուփը։ Բար ձեզ։ Ես գիտեմ, որ հրավիրված չէի, բայց երբ իմացա մանկական խնջույքի մասին, ուզեցի նվեր բերել։ Անահիտը նայեց այդ հսկայական տուփին անհարմարություն զգաց կրծքում։ Նա գիտեր, թե ինչ կար ներսում։ Ինչ-որ թանկ, նորաց բան, որը լիովին դուրս էր այդ պարզ բակի, այդ համեստ մարդկանց իրականությունից, ովքեր հավաքվել էին նրան տոնելու համար։ Արման, պետք չէր։ Բայց ես ուզեցի։ Բացիր, խնդրում եմ։ Անհարմար զգալով, Անահիտը սկսեց բացել։ Ներսում ներմուծված մանկասայլակ էր, այն տեսակից, որն ավելի թանկ արժեր, քան նա վաստակում էր 3 ամսում։ Մուգ կապույտ, կաշվե դետալներով, հակատատանումային անիվներով, 3 դիրքի փոխարկվող։ Շուրջը կանգնած կանայք աչքերը լայն բացեցին։ Դավիթը հայացքը փախցրեց։ Տիկին Հասմիկը մոտեցավ, ուղիղ նայելով Արմանին։ Գեղեցիկ նվեր է։ Թանկ։ Բայց գիտես, իմ աղջկան ինչ է պետք։ Նրան պետք է մեկը, ով իսկապես այստեղ կլինի։ Ով տակտիր կփոխի առավոտյան ժամը 3-ին։ Ով կեսգիշերին կարթնանա, երբ երեխան լաց լինի։ Ով չի անհետանա, երբ իրավիճակը բարդանա։ Գումար յուրաքանչյուրը կարող է տալ։ Իսկ ներկայություն միայն նա, ով սիրում է։ Տիրող լռությունը ծանր էր։ Արմանը զգաց այդ խոսքերի ծանրությունը, որպես հարված ստամոքսին։ Նա շուրջը նայեց այդ պարզ բակին, այդ մարդկանց, ովքեր հազիվ էին իրեն ճանաչում, բայց այնտեղ էին, ներկա, իրական, առաջարկելով այն, ինչ ունեին լավագույնը։ Եվ հասկացավ, որ նորից սխալվել է։ Որ խնդիրը ներմուծված սայլակը չէր։ Խնդիրն այնտեղ լինելն էր, այդ մարդկանց մեջ, լինելով այդ համայնքի, այդ ինքնաշեն ընտանիքի մի մասը, որը Անահիտը կառուցել էր։ Տիկին, դուք ճիշտ եք։ Ես դեռ սովորում եմ։ Բայց ես խոստանում եմ, որ կսովորեմ։ Եվ ես ներկա կլինեմ։ Իսկապես։ Նա սայլակը թողեց այնտեղ, անհարմար զգալով, հրաժեշտ տվեց։ Բայց դուրս գալուց առաջ, վերջին անգամ նայեց Անահիտին։ Ներիր։ Ես ուղղակի ուզում էի ճիշտ բան անել։ Նրա հեռանալուց հետո Դավիթը մոտեցավ Անահիտին։ Նա փորձում է գնել իր վերադարձի ճանապարհը։
Անահիտը նայեց թանկարժեք սայլակին, որը լիովին անտեղի էր իր ստացած պարզ նվերների մեջ։ Գիտեմ, բայց նա կսովորի, կամ կհանձնվի։ Ամեն դեպքում, ես լավ կլինեմ։ Այդ գիշեր, երբ վերադարձավ տուն, Անահիտը հաղորդագրություն գտավ Արմանից։ Ներիր այսօրվա անհարմար իրավիճակի համար։ Ես դեռ փորձում եմ հասկանալ, թե ինչպես լինել այս աշխարհի մի մասը։ Քո աշխարհի։ Բայց ես չեմ հանձնվելու։ Բարի գիշեր։ Նա չպատասխանեց։ Պարզապես հեռախոսը մի կողմ դրեց պառկեց, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում, հիշեցնելով, որ անկախ ամեն ինչից, նա պետք է առաջ շարժվի։ Իր համար։ Նրա համար։ Այն ապագայի համար, որը նա կառուցում էր Արմանի հետ կամ առանց նրա։ Շաբաթներն անցնում էին, Անահիտի փորն օրեցօր մեծանում էր։ Նա 35-րդ շաբաթում էր, հոգնածությունն արդեն մշտական էր։ Ոտքերն ուռչում էին, մեջքը ցավում էր, քնելը մարտահրավեր էր դարձել։ Բայց նա ամուր էր մնում, աշխատում էր իր հերթափոխներով հիվանդանոցում, նույնիսկ երբ ավագ բուժքույրերը պնդում էին, որ նա ժամանակից շուտ արձակուրդ վերցնի։ Ես մի քիչ էլ կդիմանամ։ Պետք է արձակուրդը պահեմ հետոյի համար, որ նրա հետ մնամ։ Արմանը սկսեց այլ կերպ հայտնվել։ Ավելի քիչ շքեղ, ավելի շատ ներկա։ Նա գնում էր խորհրդատվությունների, գրի էր առնում այն ամենը, ինչ բժիշկն ասում էր, հարցնում էր յուրաքանչյուր մանրամասնության մասին։ Սկսեց ուսումնասիրել մանկական զարգացման, կրծքով կերակրման, նորածնի խնամքի մասին։ Եվ զարմանալիորեն սկսեց հաճախել Շենգավիթի բնակարան, ոչ թե որպես այցելու, այլ որպես մեկը, ով իսկապես ուզում էր օգնել։ Մի 5 շաբթի օր Անահիտը տուն եկավ գտավ Արմանին հյուրասենյակում, հավաքելիս այն օրորոցը, որը շաբաթներ շարունակ կիսատ էր մնացել։ Դավիթը նույնպես այնտեղ էր, երկուսն էլ լուռ աշխատում էին, օդում լարվածության մթնոլորտ էր կախված։ Բար։ Չգիտեի, որ երկուստ էլ այստեղ կլինեք։ Արմանը վեր կացավ, ձեռքերը մաքրելով տաբատին։ Ես անցա մի քանի բան բերելու տեսա, որ օրորոցը դեռ չհավաքված է։ Դավիթը քիչ անց եկավ։ Վերջացնում ենք։ Դավիթը ոչինչ չասաց, պարզապես շարունակեց պտուտակները սեղմել ավելի ուժեղ, քան անհրաժեշտ էր։ Անահիտը զգաց օդում կախված անհարմարությունը։ Շնորհակալ եմ։ Հյութ կպատրաստեմ։ Որը մեկը, ուզում է։ Ես կխմեմ, ասաց Արմանը։ Դավիթը բացասական գլխով արեց, կենտրոնացած օրորոցի վրա։ Անահիտը գնաց խոհանոց, Արմանը հետեց նրան, օգտվելով Դավթից հեռու խոսելու առիթից։ Նա ինձ չի սիրում։ Կարող ես նրան մեղադրել։ Դավիթն այստեղ էր, երբ դու չկայիր։ Նա տեսել է, թե ինչպես եմ լացել, տեսել է, թե ինչպես եմ վատացել, տեսել է, թե ինչպես եմ մենակ կահավորել այս բնակարանը։ Գիտեմ։ Եվ ես երախտապարտ եմ նրան դրա համար։ Բայց ես հայրն եմ, Անահիտ։ Եվ ես ուզում եմ այստեղ լինել հիմա։ Անահիտը հյութը լցրեց ուղիղ նայեց Արմանին։ Ուրեմն եղիր։ Բայց մի սպասիր, որ հեշտ կլինի։ Եվ մի սպասիր, որ ես կմոռանամ անցյալը միայն այն պատճառով, որ դու հիմա ներկա ես։ Ես չեմ սպասում։ Ես ուղղակի հնարավորություն եմ ուզում։ Երբ նրանք վերադարձան հյուրասենյակ, Դավիթն արդեն ավարտել էր օրորոցը հավաքում էր գործիքները։ Պատրաստ է։ Ամուր է, ասաց նա, առանց որե մեկին նայելու։ Շնորհակալ եմ, Դավ։ Դու միշտ այնքան ուշադիր ես։ Դավիթը վերջապես նայեց Անահիտին, այդ հայացքում մի կոտրված բան կար։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու երջանիկ լինես, Անի։ Միայն դա։ Նա վերցրեց գործիքների տուփը դուրս եկավ, թողնելով ծանր լռություն։ Արմանը նկատեց։ Նա քեզ սիրում է։ Անահիտը նստեց բազմոցին, չափազանց հոգնած ժխտելու համար։ Գիտեմ։ Իսկ դու։ Ես նրան սիրում եմ որպես ընկեր։ Որպես եղբայր։ Բայց իմ սիրտը դեռ չափազանց խառն է դրանից, բացի որե բանի համար։ Արմանը նստեց նրա կողքին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Ես ամեն ինչ փչացրի, այնպես չէ։ Մեր միջ։ Դու ընտրություններ կատարեցիր, Արման։ Եվ ես նույնպես։ Հիմա մենք պետք է սովորենք ապրել դրանց հետ։ Մեր որդու համար։ Մեր որդին, կրկնեց նա, կարծես բառերը փորձարկում էր բերանում։
Տարօրինակ է հնչում։ Բայց լավ։ Սարսափելի լավ։ Դու վախենում ես։ Սարսափած եմ։ Վախենում եմ, որ բավականաչափ լավը չեմ լինի։ Որ կսխալվեմ։ Որ նորից կփչացնեմ։ Անահիտը նայեց նրան, իսկապես նայեց, տեսավ մի բան, որը նախկինում չէր տեսել։ Խոցելիություն։ Վախ։ Մարդկայնություն։ Բոլորն էլ վախենում են։ Ես էլ եմ վախենում։ Բայց վախը չպետք է մեզ կատվածահար անի։ Մենք սովորում ենք անելով, սխալվելով, նորից փորձելով։ Դու անհավանական մայր ես լինելու։ Ես կփորձեմ։ Դա այն ամենն է, ինչ կարող եմ խոստանալ։ Այդ գիշեր, երբ Արմանը գնաց, Անահիտին այցելեց Դավիթը։ Նա տարբեր էր, ավելի լուրջ, ավելի վճռական։ Անի, ես մի բան պետք է ասեմ։ Եվ պետք է ասեմ հիմա, քանի դեռ քաջությունս չեմ կորցրել։ Անահիտը նստեց նրա կողքին, անհանգստացած։ Ինչ է պատահել, Դավ։ Նա խորը շունչ քաշեց, ձեռքերը թեթակի դողում էին։ Ես սիրում եմ քեզ։ Ոչ որպես ընկեր։ Ոչ որպես եղբայր։ Ես քեզ սիրում եմ այնպես, որ ցավում է։ Այնպես, որ քունս տանում է։ Եվ ես գիտեմ, որ պահը սարսափելի է, գիտեմ, որ դու հղի ես, որ այս ամենի հետ գործ ունես, բայց ես այլս չեմ կարող ծածնել։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Նա միշտ գիտեր, բայց լսելը տարբեր էր։ Դավիթ, թույլ տուր ավարտեմ։ Ես ոչինչ չեմ խնդրում։ Չեմ սպասում, որ դու կպատասխանես փոխադարձությամբ։ Պարզապես պետք է, որ դու իմանաս։ Որ իմանաս, որ ես այստեղ եմ ոչ միայն ընկերության համար։ Ես այստեղ եմ, որովհետև ուզում եմ լինել։ Որովհետև ես քեզ ընտրում եմ ամեն օր։ Եվ ես կընտրեի նա այս երեխային, եթե դու ինձ թույլ տայիր։ Արցունքները սկսեցին հոսել Անահիտի աչքերից։ Որովհետև ամեն ինչ այնքան անարդար էր։ Դավիթը կատարյալ էր։ Ներկա, հոգատար, իրական։ Բայց նրա սիրտը դեռ կապված էր մեկին, ով ընտրել էր հեռանալ։ Եվ նույնիսկ եթե Արմանը փորձում էր վերադառնալ, նույնիսկ եթե փոխվում էր, վերքը դեռ թարմ էր։ Դավիթ, դու անհավանական ես։ Եվ ես քեզ արժանի չեմ։ Այդպես մի ասա։ Ճշմարտություն է։ Դու արժանի ես մեկին, ով քեզ կսիրի լիովին, առանց տատանվելու։ Իսկ ես հիմա չեմ կարող լինել այդ մարդը։ Իմ սիրտը խառնված է, շփոթված, վիրավորված։ Արդար չի լինի քո հանդեպ։ Դավիթը մաքրեց իր արցունքները, փորձելով պահպանել ինքնատիրապետումը։ Ես հասկանում եմ։ Բայց առաջարկը ուժի մեջ է։ Եթե մի օր մտափոխվես, եթե մի օր պատրաստ զգաս, ես այստեղ կլինեմ։ Նա վեր կացավ, քնքշորեն համբուրեց Անահիտի ճակատը դուրս եկավ, թողնելով նրան մենակ իր մտքերի, իր կասկածների, դեռ պետք է կատարվող ընտրությունների ծանրության հետ։ Հաջորդ շաբաթ Անահիտը սկսեց թեթ կծկումներ զգալ։ Բժիշկն ասաց, որ դա նորմալ է, որ մարմինը պատրաստվում է։ Բայց մի կիրակի գիշեր կծկումներն ավելի ուժեղացան, ավելի հաճախակի դարձան։ Տիկին Հասմիկն անմիջապես զանգեց Արմանին։ Բժիշկ, կարծում եմ, ժամանակն է։ Կծկումները գալիս են յուրաքանչյուր 10 րոպեն մեկ։ Արմանը հասավ 15 րոպեում, խախտելով քաղաքի արագության բոլոր սահմանափակումները։ Նա գտավ Անահիտին խորը շնչելիս, մորն հենված, ծննդատան պայուսակն արդեն դռան մոտ պատրաստ։ Գնացինք։ Իմ մեքենան ներքում է։ Նրանք վազելով իջան, տիկին Հասմիկը տանում էր պայուսակը, Արմանը բռնել էր Անահիտի գոտկատեղից։ Բայց երբ նրանք նստեցին մեքենան, Արմանը փորձեց միացնել շարժիչը, ոչինչ տեղի չունեցավ։ Նա նորից փորձեց։ Եվ նորից։ Ոչինչ։ Չեմ հավատում։ Սա չի կարող հիմա տեղի ունենալ։ Անահիտը սկսում էր խուճապի մատնվել։ Կծկումներն ավելի էին ուժեղանում։ Արման, մենք պետք է գնանք։ Հիմա։ Նա վերցրեց հեռախոսը, զանգեց հիվանդանոց, շտապօգնություն կանչելով։ Բայց կիրակի գիշեր էր, ուժեղ անձր էր գալիս, օպերատորն ասաց, որ կտի առնվազն 40 րոպե։ 40 րոպե, որը նրանք չունեին։ Այդ պահին հայտնվեց Դավիթը, վարելով իր սպիտակ Fiat Uno-ն։ Նա եկել էր վերադարձնելու մի գիրք, որը պարտքով էր վերցրել, տեսավ խառնաշփոթը։ Ինչ է կատարվում։
Երեխան։ Գալիս է։ Իսկ Արմանի մեքենան չի միանում։ Նստեք իմը։ Արագ։ Նրանք Անահիտին տեղափոխեցին Դավթի մեքենան, տիկին Հասմիկը նստեց հետի նստատեղին դստեր հետ, իսկ Արմանը առջում։ Դավիթը վարեց այնպես, ինչպես երբեք չէր վարել, շրջանցելով փոսերը, անցնելով մեքենաներից, ստիպելով փոքրիկ Ունոյին թռչել երանի թաց փողոցներով։ Դիմացիր, Անի։ Համարյա հասանք։ Անահիտն ամուր սեղմում էր մոր ձեռքը, գծկումները գալիս էին ավելի ու ավելի արագ։ Արմանը անընդհատ հետ էր նայում, վերահսկում, փորձում պահպանել պրոֆեսիոնալ հանգստություն, բայց ներսում հուսահատված էր։ Խորը շնչիր։ Ներշնչիր, արտաշնչիր։ Ներշնչիր, արտաշնչիր։ Երբ նրանք հասան հիվանդանոց, մի թիմ արդեն սպասում էր։ Անահիտին ուղիղ տարան ծննդաբերության սենյակ։ Արմանը փորձեց մտնել նրա հետ, բայց մի բուժքույր արգելափակեց։ Ներողություն, միայն մեկ ուղեկցող։ Ես բժիշկ եմ։ Եվ ես հայրն եմ։ Այնուամենայնիվ, բժիշկ։ Հիվանդանոցի կանոններն են։ Արմանը նայեց տիկին Հասմիկին, որը գլխով արեց։ Դու մտիր։ Նա քո կարիքը կունենա։ Նա մտավ սենյակ, հագավ վիրաբուժական խալաթը, գնաց ուղիղ Անահիտի կողքին, բռնելով նրա ձեռքը։ Նա գունատ էր, քրտնած, աչքերը լայն բացված վախից։ Ես այստեղ եմ։ Դու կարող ես։ Դու ուժեղ ես։ Մանկաբարձ գինեկոլոգը, որը ստանձնել էր դեպքը, սկսեց գնահատել իրավիճակը։ Բացվածքը լրիվ էր, երեխան տեղավորվել էր, բայց մի բան այն չէր։ Երեխայի սրտի բաբախյունը թուլանում էր։ Մենք պետք է կեսարյան հատում անենք։ Հիմա։ Անահիտը խուճապի մատնվեց։ Ոչ։ Ես բնական ծննդաբերություն եմ ուզում։ Ես ամեն ինչ պլանավորել էի։ Անահիտ, նայիր ինձ, Արմանը բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ։ Նրա առողջությունն առաջին տեղում է։ Մենք պետք է կեսարյան հատում անենք։ Արցունքները հոսում էին նրա դեմքով, բայց նա գլխով արեց։ Թիմն արագ շարժվեց, ամեն ինչ պատրաստելով։ Արմանը ոչ մի վայրկյան չթողեց նրա ձեռքը։ Նա մնաց նրա գլխի մոտ, խոսում էր, հանգստացնում, լինելով այն ապահով նավահանգիստը, որի կարիքը նա ուներ այդ պահին։ Վիրահատությունը սկսվեց։ Անահիտը գիտակից էր, բայց գոտկատեղից ներք անզգայացված։ Արմանը նկարագրում էր յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր շարժում, փորձելով նրան հանգիստ պահել։ Եվ հետո, րոպեներ անց, որոնք թվում էին ժամեր, նրանք լսեցին. մի լաց։ Ուժեղ, վրդովված, կենդանի։ Գեղեցիկ տղա է։ Շնորհավորում եմ։ Բժիշկը բարձրացրեց երեխային, փոքրիկ, կարմիր, կատարյալ։ Արմանը նայեց այդ փոքրիկ արարածին, զգաց, որ իր ներսում մի բան կոտրվեց։ Բոլոր պատնեշները, որ նա կառուցել էր, ամբողջ վերահսկողությունը, ամբողջ սառնությունը, մի ակնթարթում փլուզվեցին։ Նա լաց եղավ։ Լաց եղավ այնպես, ինչպես երբեք իր կյանքում չէր լացել։ Անահիտ, նա կատարյալ է։ Մեր որդին կատարյալ է։ Անահիտը գլուխը շրջեց, փորձելով տեսնել, երբ բժիշկը երեխային մոտեցրեց նրան, դնելով նրա կրծքին, նա նույնպես փլվեց։ Դա նա էր։ Այն որդին, որին նա մենակ կրել էր այդքան ամիս, որին պաշտպանել էր, որին սիրել էր նույնիսկ տեսնելուց առաջ։ Եվ հիմա նա այնտեղ էր, իրական, շնչող, ապրող։ Բար, իմ սեր։ Մայրիկդ այստեղ է, շշնջաց նա, համբուրելով երեխայի գլխիկը։ Արմանը նույնպես համբուրեց, ձեռքը դողում էր, դիպչելով որդու փափուկ մաշկին։ Եվ այդ պահին ոչինչ այլս կարոր չէր։ Կարոր չէր անցյալը, վիրավորանքները, սխալները։ Կարոր էր միայն այդ ներկան, այդ հրաշքը, որը նրանք ստեղծել էին միասին։ Երեխայի հետ առաջին օրերը հույզերի իսկական փոթորիկ էին։ Անահիտը դուրս գրվեց հիվանդանոցից կեսարյան հատումից 3 օր անց, տուն վերադառնալը միաժամանակ հանգստացնող էր, սարսափելի։ Հիմա նա ուներ մի կյանք, որը լիովին կախված էր իրենից։ Մի կյանք, որը լաց էր լինում, կաթ էր ուտում, որին պետք էր փոխել, օրորել, խնամել ամեն պահ։ Տիկին Հասմիկը գրեթե տեղափոխվեց նրանց բնակարան, քնելով բազմոցին, որպեսի մոտ լինի դստերն ու թոռանը։ Արմանը հայտնվում էր ամեն օր, սովորաբար վաղ առավոտյան, հիվանդանոց գնալուց առաջ, վերադառնում էր երեկոյան, հերթապահությունից հետո։ Նա ուտելիք էր բերում, տակդիրներ, դեղեր։
Եվ զարմանալիորեն նա տակտիրներ էր փոխում, լողացնում, օրորում երեխային, երբ նա լաց էր լինում։ Անահիտը դիտում էր այդ ամենը թեթացման անվստահության խառնուրդով։ Որովհետ լավ էր օգնություն ունենալ։ Լավ էր մենակ չլինել այդ անվերջ գիշերներին։ Բայց նա դեռ վախենում էր։ Վախենում էր, որ դա ժամանակավոր է, որ Արմանը կհոգնի, որ նորույթը կանցնի, նա կրկին կդառնա այն սառը հեռու մարդը, ինչպիսին նախկինում էր։ Մի շաբաթ օր, երբ երեխան քնած էր օրորոցում, Անահիտն ու Արմանը նստեցին բնակարանի փոքրիկ պատշգամբում, սուրճ խմելով։ Նրանց միջ լռությունն այժմ ավելի քիչ ծանր էր, ավելի հարմարավետ։ Նա գեղեցիկ է, այնպես չէ։ Նա աշխարհի ամենագեղեցիկ երեխան է, ժպտաց Անահիտը, հոգնած։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր մասնակցել։ Գիտեմ, որ քեզ համար հեշտ չէր։ Հեշտ չէ, խոստովանեց նա։ Բայց դու ապացուցում ես, որ լուրջ ես։ Օրեցօր։ Ես կշարունակեմ ապացուցել։ Մինչ կյանքիս վերջ, եթե անհրաժեշտ լինի։ Անահիտը նայեց նրան, իսկապես նայեց։ Ինչու փոխվեցիր, Արման։ Ինչ պատահեց։ Նա խորը շունչ քաշեց, արմունկները հենելով ծնկներին։ Կարծում եմ, վախն էր։ Վախը, որ բավականաչափ լավը չեմ լինի։ Վախը ձախողվելուց։ Հայրս լքել է ինձ, երբ երեխա էի։ Ես մեծացել եմ տեսնելով, թե ինչպես է մայրս իրեն սպանում աշխատանքով, որպեսզի ինձ մենակ մեծացնի։ Եվ ես երդվել էի, որ երբեք նրա նման չեմ լինի։ Բայց այդ պատկերից փախչելու ընթացքում ես դարձա հենց այն, ինչ ատում էի։ Վախկոտ։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց այդ խոստովանությունից։ Արմանը երբեք չէր խոսել հոր մանկության մասին։ Միշտ փակ էր, զուսպ։ Դու վախկոտ չես։ Վախկոտները չեն վերադառնում։ Վախկոտները չեն փոխվում։ Ես քիչ մնաց գնայի։ Քիչ մնաց նորից հեռանայի, երբ դու ասացիր, որ իմ կարիքը չունես։ Բայց հետո ես լսեցի նրա սրտի բաբախյունը այդ սենյակում, ամեն ինչ փոխվեց։ Ես հասկացա, որ խնդիրը ես չեմ։ Երբեք էլ ես չեմ եղել։ Խնդիրը նա է։ Նրան տալ այն, ինչ ես երբեք չեմ ունեցել։ Ներկա հայր։ Արման, դու գուցե բացակա ես եղել սկզբում, բայց դու այստեղ ես հիմա։ Եվ դա հաշվի է առնվում։ Դա արժեք ունի։ Նա բռնեց Անահիտի ձեռքը, նա թույլ տվեց։ Ամիսներ անց առաջին անգամ նա թույլ տվեց, որ նա բռնի իր ձեռքը առանց լարվածության, առանց վախի։ Ես սիրում եմ քեզ, Անահիտ։ Միշտ սիրել եմ։ Ես ուղղակի չափազանց վախեցած էի խոստովանելու համար։ Վախենում էի պարտավորություններից, ձախողվելուց, հիասթափվելուց։ Բայց ես սիրում եմ քեզ։ Եվ ես սիրում եմ մեր որդուն։ Եվ եթե դու ինձ հնարավորություն տաս, իսկական հնարավորություն, ես կյանքիս մնացած մասը կանցկացնեմ դա ապացուցելով։ Անահիտը զգաց, թե ինչպես արցունքները լցրին աչքերը։ Որովհետ նա նույնպես սիրում էր։ Նույնիսկ ամբողջ ցավով, ամբողջ վիրավորանքով, նա երբեք չէր դադարել սիրել։ Եվ հիմա, տեսնելով այդ խոցելի, անկեղծ, ներկա մարդուն, նա զգաց, որ գուցե, միայն գուցե, նրանք կարող են մի նոր բան վերակառուցել։ Ավելի ամուր բան։ Ես էլ եմ քեզ սիրում։ Բայց սերը բավարար չէ, Արման։ Մեզ պետք է վստահություն, հարգանք, մշտական ներկայություն։ Ես չեմ կարող ապրել վախով, որ դու նորից կհեռանաս։ Ես չեմ հեռանա։ Երդվում եմ ամենասուրբ բանով։ Ես չեմ հեռանա։ Այդ պահին երեխան սկսեց լաց լինել։ Անահիտը վեր կացավ, նրա մոտ գնալու, բայց Արմանը քնքշորեն բռնեց նրա թից։ Թույլ տուր ես գնամ։ Դու պետք է հանգստանաս։ Նա մտավ սենյակ, գրկեց երեխային, զգուշորեն օրորելով։ Անահիտը դիտում էր դռան մոտից, սիրտը տաքացած այդ տեսարանից։ Արմանը ցածրաձայն երգում էր մի երգ, որը նա չգիտեր, մեղմորեն օրորելով որդուն։ Եվ երեխան, կարծես ճանաչելով հոր ձայնը, կամաց-կամաց հանգստացավ, մինչ լիովին քնեց։ Դու բնատուր ես։ Արմանը ժպտաց, դեռ նայելով որդուն։ Ով կմտածեր, հա։ Այն տղան, որը վախենում էր հայր լինելուց, բացահայտեց, որ հայր լինելն աշխարհի լավագույն բանն է։ Հաջորդ ամիսներին դինամիկան փոխվեց։ Արմանը սկսեց կրճատել իր ժամերը հիվանդանոցում, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի որդու հետ։
Նա փոխում էր հերթափոխները, հրաժարվում էր լրացուցիչ պրոցեդուրաներից, առաջնահերթություն էր տալիս առավոտներին երեկոներին տանը լինելուն։ Եվ Անահիտը, տեսնելով այդ անկեղծ ջանքերը, կամաց-կամաց նորից բացեց իր սիրտը։ Դավիթը շարունակում էր ներկա լինել, բայց հիմա այլ կերպ։ Նա սկսել էր հանդիպել գրասենյակի գործընկերուհու հետ, մի հաճելի աղջկա, որն աշխատում էր իրավաբանական բաժնում։ Անահիտն ուրախ էր նրա համար, որովհետև Դավիթն արժանի էր երջանիկ լինելու։ Արժանի էր մեկին, ով նրան կսիրեր լիովին, առանց վերապահումների։ Մի կիրակի օր, երբ երեխան քնած էր, Արմանը կանչեց Անահիտին հյուրասենյակ։ Նա նյարդայնացած էր, ձեռքերը շարժում էր։ Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ։ Նա վերցրեց հեռախոսը, ցույց տվեց նրան մի բնակարանի նկարներ։ Ավելի մեծ բնակարան, 3 սենյակով, ավելի լավ թաղամասում, բայց դեռ Շենգավիթում, տիկին Հասմիկի տան մոտ, նրանց աշխարհի մոտ։ Ես կանխավճար եմ արել։ Մտածեցի, որ մենք կարող ենք միասին ապրել։ Ես, դու երեխան։ Որպես իսկական ընտանիք։ Անահիտը նայեց նկարներին, սիրտը բաբախում էր։ Արման, սա շատ արագ է։ Գիտեմ։ Բայց մենք կարող ենք դանդաղ գնալ։ Ես կարող եմ մնալ հյուրասենյակում։ Մենք կարող ենք սա կառուցել մեր ժամանակով։ Ես ուղղակի ուզում եմ մոտ լինել։ Ուզում եմ ամեն օր ձեզ հետ արթնանալ։ Ուզում եմ լինել առօրյայի, լավ-վատ պահերի մի մասը։ Իսկ եթե չստացվի, ապա նորից կփորձենք։ Եվ նորից։ Մինչ ստացվի։ Որովհետև հանձնվելն այլս իմ համար տարբերակ չէ։ Անահիտը խորը շունչ քաշեց, նայելով սենյակին, որտեղ քնած էր որդին։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչի միջով անցել էր, ամբողջ ցավի, վախի, մենակության մասին։ Բայց նա մտածեց այն ամենի մասին, ինչ շահել էր։ Ուժ, քաջություն, այն համոզմունքը, որ ինքն ունակ է ամեն ինչի։ Եվ հիմա, երբ Արմանն իսկապես ներկա էր, իսկապես փոխված, նա զգաց, որ գուցե ժամանակն է մի քայլ առաջ անելու։ Լավ։ Փորձենք։ Բայց դանդաղ։ Մեր ժամանակով։ Արմանը ժպտաց, աչքերը փայլում էին ուրախությունից, թեթացումից։ Դանդաղ։ Մեր ժամանակով։ Ես խոստանում եմ։ 6 ամիս անց նրանք տեղավորվել էին նոր բնակարանում։ Երեխան արդեն շրջվում էր, ժպտում, շփվում։ Արմանը դարձել էր խենթ հայրիկ, այն տեսակից, որոնք օրական 1000 նկար են անում, հիմար երգեր են հորինում, կեսգիշերին արթնանում են միայն որդու քունը տեսնելու համար։ Եվ Անահիտը, տեսնելով այդ փոխակերպումը, թույլ տվեց իրեն նորից սիրել։ Դանդաղ, զգուշությամբ, բայց իրական։ Նրանք կատարյալ զույգ չէին։ Դեռ վիճում էին, դեռ անհամաձայնություններ ունեին։ Բայց հիմա նրանք խոսում էին, լուծում էին, միասին առաջ գնում։ Որովհետև սովորել էին, որ սերը կատարելության մասին չէ։ Այն ընտրության մասին է։ Ընտրել ներկա լինել, ընտրել ներել, ընտրել վերակառուցել։ Մի երեկո, երեխային քնեցնելուց հետո, Արմանը գտավ Անահիտին պատշգամբում, նայելով լուսավորված քաղաքին։ Ինչի՞ մասին ես մտածում։ Նրա մասին, թե որքան անկանխատեսելի է կյանքը։ 1 տարի առաջ ես մենակ էի, հղի, կարծում էի, թե ամեն ինչ կորցրել եմ։ Իսկ հիմա տես մեզ։ Արմանը գրկեց նրան հետից, կզակը հենելով նրա ուսին։ Դու ամենաուժեղ կինն ես, ում ես ճանաչում եմ։ Եվ ես հաջողակ հիմար եմ, որ երկրորդ հնարավորություն ունեմ։ Անահիտը շրջվեց դեպի նա, աչքերը փայլում էին։ Նորից չփչացնես, հա։ Չեմ փչացնի։ Չեմ կարող։ Քեզ նրան կորցնելը կնշանակի ամեն ինչ կորցնել։ Նրանք համբուրվեցին, դա տարբեր էր։ Այլս չկար հարաբերությունների սկզբի այն հուսահատ շտապողականությունը։ Հիմա ավելի խորն էր, ավելի անկեղծ, լի խոստումներով, նոր սկիզբներով։ Բնակարանի ներսում երեխան սկսեց լաց լինել։ Նրանք բաժանվեցին, ժպտալով։ Թույլ տուր ես գնամ։ Վերջին անգամ դու գնացիր, ասաց Արմանը։ Ոչ, արի միասին գնանք։ Նրանք մտան սենյակ, միասին գրկեցին որդուն։ Միասին օրորեցին, երգեցին, հանգստացրին։ Եվ այնտեղ, այդ պարզ առօրյա տեսարանում, իսկական երջանկությունն էր։ Ոչ թե մեծ ժեստերի, ոչ թե շքեղ խոստումների մեջ, այլ ներկայության, հոգատարության, ամեն օր, ամեն ժեստով, մնալու ամեն ընտրությամբ ցուցաբերվող սիրո մեջ։
Տիկին Հասմիկը, որը տեղափոխվել էր ավելի փոքր բնակարան նույն շենքում, այցելում էր գրեթե ամեն օր։ Նա տեսնում էր դստերը երջանիկ, փեսային փոխված, թոռանը սիրված։ Եվ զգում էր, որ սիրտը խաղաղ է։ Որովհետև պատմությունը միշտ չէ, որ ավարտվում է այնպես, ինչպես մենք ենք պլանավորում։ Երբեմն այն ավարտվում է այնպես, ինչպես մեզ պետք է։ Դավիթը երբեմն հայտնվում էր, միշտ ընկերուհու հետ, միշտ ժպտերես։ Նա Արմանը հաշտվել էին մի ճաշի ժամանակ, որն ուղեկցվում էր գարեջրով անկեղծ զրույցներով։ Դավիթը խոստովանել էր իր զգացմունքները Անահիտի հանդեպ, Արմանը շնորհակալություն էր հայտնել նրան, որ հոգ էր տարել նրա մասին, երբ ինքը չկար։ Եվ, զարմանալիորեն, նրանք ընկերներ էին դարձել։ Ոչ թե մտերիմ, բայց հարգալից, միավորված այն սիրով, որ երկուսն էլ ունեին Անահիտի երեխայի հանդեպ։ Ծննդյան 1 տարի անց նրանք խնջույք կազմակերպեցին բնակարանում։ Պարզ, սիրելի մարդկանցով, տնական ուտելիքով, ցածր հնչող երաժշտությամբ։ Երեխան իր առաջին քայլերն էր անում, տատանվելով, ընկնելով վեր կենալով, միշտ այն անատամ ժպիտով, որը հալեցնում էր ցանկացած սիրտ։ Արմանը, ձեռքին գարեջուր, նայում էր այդ տեսարանին։ Խոհանոցում զրուցող թաղամասի ընկերուհիներին, Դավթին, որը ծիծաղում էր տիկին Հասմիկի հետ ինչ-որ կատակի վրա, Անահիտին, որը խաղում էր որդու հետ հյուրասենյակի գորգի վրա։ Եվ նա հսկայական երախտագիտություն զգաց ամեն ինչի համար։ Երկրորդ հնարավորությունների, սխալների, որոնք նրան ստիպեցին աճել, ցավի, որը նրան փոխեց։ Որովհետև նա սովորել էր, որ հայր լինելը ամեն ինչ տալու մասին չէ։ Այն ամեն ինչում լինելու մասին է։ Ծիծաղի, լացի, անքուն գիշերների, ամեն օրվա փոքրիկ նվաճումների մեջ։ Այն ընտանիքն ընտրելու մասին է, ամեն օր, ցանկացած այլ բանից վեր։ Անահիտը մոտեցավ նրան, տալով որդուն։ Որդիդ հայրիկին է ուզում։ Արմանը գրկեց երեխային, համբուրելով թմբլիկ այտը։ Իմ որդին։ Մեր որդին։ Եվ այդ պահին նա իմացավ, որ վերջապես գտել է իր տեղն աշխարհում։ Ոչ թե կոչումների, ոչ թե հաջողության, ոչ թե փողի մեջ, այլ այնտեղ, այդ պարզ մարդկանցով, իսկական սիրով, միահյուսվող պատմություններով լի սենյակում։ Այնտեղ նա ամբողջական էր։ Անահիտը հենվեց նրան, երեքը մնացին այնտեղ, գրկախառնված, մի փոքրիկ ընտանիք, որը ծնվել էր ցավից, բայց աճել էր սիրո մեջ։ Եվ այն անկատար էր, խառնաշփոթ էր, իրական էր։ Բայց նրանցն էր։ Եվ դա բավական էր։ Երեխան ծիծաղեց, այն ձայնով, որը միշտ հալեցնում էր նրանց երկուսի սրտերը։ Եվ Արմանը շշնջաց, ավելի շատ իրեն, քան որե մեկին։ Շնորհակալ եմ։ Ինձ այս հնարավորությունը տալու համար։ Ինձ սովորեցնելու համար, թե ինչն է իրականում կարոր։ Անահիտը ժպտաց, աչքերը խոնավացած։ Դու արժանի էիր։ Դու պայքարեցիր դրա համար։ Եվ հիմա մենք այստեղ ենք։ Միասին։ Եվ միասին նրանք շարունակեցին։ Ոչ թե կատարելության խոստումներով, այլ այն համոզմունքով, որ անկախ նրանից, թե ինչ կլինի, նրանք կդիմակայեն կողք կողքի։ Որովհետև իսկական սերը երբեք չսխալվելու մասին չէր։ Այն ընկնելուց հետո վեր կենալու մասին էր։ Այն ընտրելու մասին էր, ամեն օր մնալ։ Եվ Արմանը վերջապես սովորել էր մնալ։ Խնջույքը շարունակվեց մինչ ուշ գիշեր, ծիծաղով, պատմություններով, ապագայի ծրագրերով։ Եվ երբ բոլորը գնացին, երբ բնակարանը վերադարձավ լռության, Արմանն ու Անահիտը պառկեցին բազմոցին, հոգնած, բայց երջանիկ։ Երեխան քնած էր օրորոցում, նրա շնչառության մեղմ ձայնը լցնում էր միջավայրը խաղաղությամբ։ Անահիտը շրջվեց դեպի Արմանը։ Քո կարծիքով, նա կհիշի այս ամենը, երբ մեծանա։ Գուցե ոչ մանրամասները, բայց նա կզգա։ Կզգա, որ սիրված է եղել, որ ցանկալի է եղել, որ ունեցել է ծնողներ, որոնք պայքարել են իր համար։ Եվ դա է, որ կարոր է։ Նա համաձայնեց, փակելով աչքերը։ Եվ այնտեղ, այդ մութ լուռ սենյակում, նրանք քնեցին։ Հոգնած, երջանիկ, ամբողջական։ Որովհետև սովորել էին, որ ընտանիքը կատարելության մասին չէ։ Այն ներկայության մասին է։ Եվ նրանք ընտրել էին ներկա լինել։ Այսօր, վաղը միշտ։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Արմանի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե հուզվեցիք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։
Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։